նաև օգտագործել, մեր գործունեությունը սեկանց է, կան ակտիվներ, որոնք բացարձակ չեն օգտագործում զիգիտրատը։ Շատ պրայմեր բոլորը համարյա օգտագործում են պրայմեր։ Ովքեր կամ որ բաչե չեն օգտագործում։ Հիմա զիգիտրատը նախ նշեմ այս մասով ես շատ տեղեր տեսել եմ անցել Մոսկվայում, Պիտերում, Սոչիում ու մի դպրոցում որ ինքը ոչ դպրոցեր այդ մեկը օգտագործում էր, այն մեկը չէր օգտագործում, այն մեկը ասում էր հայ, մեկը ասում էր չէ, բան ու իմ գլխում խառնաշփոթ էր։ Նախ նշեմ, որ առաջին դպրոցը գնացի Համանավայի դպրոցներ 2021 թվականին ինքը չուներ զիգիտրատի արտադրություն, ինքը ուներ սովորելուց, բայց մեջը չկար զիգիտրատի արտադրություն։ Այդ դաժե վիդեոներ կան։ Ես հարցնում եմ, մենք զիգիտրատը կիրառում ենք, թե չէ, ինքը ասում է պետք չի։ Այդ ժամանակ ինքը չուներ զիգիտրատի արտադրություն, այս մասը խնդրում ես շատ եմ սիրում, բայց այդ հարաբերս կապ չունի։ Ես խոսում եմ հստակ հասկանալու, որ դուք հասկանաք դա մարքեթինգային վաճառքներ են, հետո երբ որ 2022-ի ես գնացի, այդ ժամանակ էլ ինքը չուներ զիգիտրատը, էլի պետք չէր զիգիտրատը կամ եթե հարցում էր զիգիտրատը պետք է, դե որ ուղարկում ես լվացվելու հետո գալիս են ես պետք է արա պետք չի միած 2023-ին ինքը արդեն ուներ զիգիտրատի արտադրություն պարտադիր պայման էր, անպայման պետք է օգտագործել, ով չի օգտագործում 100% բռնում է։ Հիմա հարց, նույն մարդը մի տարի առաջ ուրիշ բան ասում է, ես շատ հարգում եմ բիզնեսով զբաղվող մարդկանց, բայց դուք պետք է գիտակցեք արդյոք, եթե նույն մարդը խոսում է վիդեոներն անցած տարի ասում է կարս անցկան, մի տարվա մեջ ինչ է փոխվում մարդու օրգանիզմի բան փոխվում է, որ պետք է պետք չի։ Ես այդ հարցը արդեն հասկացա, հա, հետո գնացի ես Օլգայի մոտ, Օլգան ասեց պետք չէ, Օլգան ասեց պետք է զիգիտրատը, հետո գնացի Բազանի մոտ, ինքը համ պարամերար օգտագործում, համ զիգիտրատը, այսինքն իմ մոտ կոնկրետ սենց խառնաշփոթ էր։ Ալյոնան միայն զիգիտրատը օգտագործում, որին որ վերջերս հրավիրել էի Հայաստան, այսինքն իմ մոտ իրանք շատ լուրջ ինստրուկտորներ են ու իմ համար ոնց որ իրանց կարծիքը լսելը շատ կարևոր էր, բայց արդեն իմ մոտ խճճում մեջ այդ մտքերը, արա պետք է կամ պետք չի։ Հետո այս Պիտերում 2024 թվականին վերցրեցի նյութաբանության կուրս Նատալիայի մոտ, ով ինձ տվեց ամբողջական ինֆորմացիա բոլոր նյութերի հետ կապված։ Հիմա ցանկացած նյութ այդ կուրսը անցնելուց հետո ես տեստավորել եմ ցանկացած մատերիալներ, հետո ես ընդհանրապես ոչ մի բան չեմ արել, մենակ նստած մենք միասին մոտ 7 ժամ նյութ ենք տեստավորել, ցանկացած նյութ, որը որ մեր սեղանին դրված է, իր ծնված օրից մինչև իր մեռնելու օրը ես գիտեմ այդ նյութի մեջ ինչա պարունակում։ Որովհետև ես արդեն էլ չէի հավատում այն մասնագետներին, ովքեր ինձ կասեն, որտեղ իրանք արդեն քեզ նայում են առավել ևս այս վերջի տարիներին, իրանք գիտեն ով է վնասել իրանք մոտ, իրանք գիտեն, որ Հայաստանում մեծ լսարան ունեցող մարդ գնացել է, եթե իրանք Հայաստանում ունեն դավիճերներ, ովքեր վաճառում են իրանք ապրանքը, ու եթե ծիրանալություն են ասի, որ գիտես զիգիտրատը պետք է, բնականաբար զիգիտրատը Հայաստանում վաճառքը ավելի շատ է լինելու։ Եվ բնականաբար իրանք գիտակցում են իրանք մոտ ով է գնացել, այդ մարդուն կարող է ասել ոյ որ պետք է, այնուսին ասեն պետք չէ։ Այդ ամեն ինչից վերցնելու համար ես դիմեցի նյութաբան քիմիկ մասնագետի Նատալիային, ով ինձ տվեց այնպիսի ինֆորմացիա, ու դրանից հետո ես միշտ օգտագործում եմ զիգիտրատը։ Հիմա ասեմ ինչ էր ասում այդ միշտը։ Ուրեմն, առհասարակ մենք աշխատում ենք կանանց հետ, ճիշտ է, միայն կանանց, չէ՞ հրևոր։ Հրևոր կանանց